Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5-շաբթին այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ, Հայաստանի Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին, բարև ձեզ, պարոն Զաքարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Զաքարյան, այսօր Շուշիի ազատագրության օրն է, 600 տարի անց հայկական ուժերը կամ այսպես ասեմ, հայերը վերջապես հայկական տարածք քաղաք ազատագրեցին, մինչև վերջերս դա այդպես էր մեր ուրեմն գիտակցության մեջ, եւ մենք այդքանով կարևորում էինք Շուշին, Շուշիի ազատագրումը, հերոսներին, որոնք այդ հրաշալի գործողության շնորհիվ, այդ հայկական ռազմական մտքի շնորհիվ ուղղակի կարողացան դա իրականացնել, մինչև այսօր մենք դրանով պարծենում ենք, այսօր արդեն ես չգիտեմ, դա զուտ հուշ է, պարծենալու ինչ-որ առիթ, ինչ է մնացել այդ ամբողջ ուրեմն ազատագրումից։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Շուշիի ազատագրումից եւ Արցախյան գոյամարտից մնացել է մեծ պատմություն եւ նրա դասերը, իմ համոզմամբ։ Շուշին եղել է Արցախյան ազատամարտի հաղթանակների բանալին, որին հաջորդել է նաև կյանքի ճանապարհը դեպի Հայաստան, Լաչինի ճանապարհի բացումով եւ հետագա նաև Արցախյան ինքնորոշման իրավունքի եւ ազատության համար մղվող պայքարի ամբողջ հաղթանակների ոգեշնչող գեներացիոնալ պայքարի։ Այո, Էնպես նաև Շուշիի անկումը, ավելի շուտ Շուշիի հանձնումը կամ վաճառքը եղավ Արցախյան հարցի վրա մի շատ ծանր քար դնելու եւ ընդհանուր Արցախի գոյության համար պայքարը ել ավելի բարդ ու անհնարին դարձնելու համար։ Եվ մենք հետագայում տեսանք, որ հենց Շուշիի անկումով էլ Ադրբեջանը կարողացավ բլոկադա իրականացնել 9 ամիս շարունակ, որից հետո նաև այդ մեկօրյա պատերազմով ամբողջությամբ ցեղասպանության ռիսկի ենթարկել արցախցիներին։ Այսինքն Շուշին ասել, որ Արցախի համար առանցքային էր, շատ քիչ բան է նշանակում, նշանակում է ոչինչ չասել։ Շուշին Արցախյան ամբողջ պատմության հենց ողնաշարն էր, ոգեշնչողներ, ուժներ եւ այո, հայկական ռազմարվեստի պատմության մեջ նա իր առանցքային տեղն ուներ։ Նրանով Շուշիի ազատագրումով նաեւ Հայաստանի ինքնապաշտպանական ուժերը, կամավորական ջոկատները նոր լիցք ստացան եւ Արցախի պաշտպանությունը ստացավ նոր ավելի համակարգված բնույթ։ Սա էր, բացի այն Շուշիի մշակութային, կենսական նշանակությունը մեր ժողովրդի պատմության համար, ընդհանուր տարածաշրջանի համար, նաև հայ-ռուսական բարեկամության հիմքերի համար շատ մեծ նշանակություն ունի։ Շուշին ըստ էության շատ մեծ նշանակություն ունի նաև թուրք-ադրբեջանական տանդեմի համար, պատահական չէ 21 թվականին Շուշիի իրենց հայտնի ռազմաքաղաքական համաձայնությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև եւ Շուշիով ադրբեջանցիները թուրքերի հետ միասին Հարավային Կովկասում ավելի ամրացան։ Հայաստանը եւ հայ-ռուսական դաշնակցությունը Շուշիի անկումով Հարավային Կովկասում ավելի թուլացավ։ Եվ պատահական չէ իհարկե, որ Շուշիում են հիմնական այդ թուրք-ադրբեջանական հանդիպումները եւ այո, Շուշիում են, հետո նրանք փորձում են նաեւ Շուշիին ամբողջությամբ այսպես թուրքական տեսք տալ, ինչը գրեթե անհնարին է, որտեղ Շուշիից հենց հայկական մշակույթի հոտ է գալիս, հայկական կենցաղի, հայկական նիստուկացի, ամբողջությամբ հայեցի քաղաք է դա, բնակավայր, որի դերակատարությունը միշտ մնալու է, նաև հետագա պայքարում, հետագա սերունդների պայքարում Շուշին միշտ մնալու է առանցքային, Շուշին միշտ մնալու է շատ կարևոր, որոշիչ դերակատար։ Շուշիի բարձունքը իր հերթին, Շուշիի քաղաքը իր հերթին, Շուշիի պատմությունը իր հերթին եւ ընդհանուրեն էներգետիկան, որ կա Շուշիում։ Ես մեր ժողովրդի պատմության մի մասն է, մի հատված անկապ իմ անձնական
այսպես ասած, ընկալումներով ասեմ, ես աշխարհում երկու տեղ կա, որ ես զգում եի լրիվ ուրիշ էներգետիկա եւ ուրիշ, այսպես գերբնական ուժի ընկալում, հա, մեկը Երուսաղեմն է, 5 քաղաքը, մյուսը Շուշին։ Կարծում եմ, որ մեր հայության համար, հայ ժողովրդի համար Շուշիի ոգեկոչումը նորից ինչ-որ մի ժամանակ հետո վերադառնալու է։ Դրա համար մենք պետք է ունենանք նպատակ, ունենանք Հայաստանը ուժեղացնելու, ամրացնելու կամք, զարգացնելու կամք, մեր ժողովրդին ոտքի հանելու, մեջքներս ուղղելու հստակ տեսլական։ Օրերի նաև համապատասխանություն կա կամ շատ մոտ են եւս մի հաղթանակի, ասենք, բան կա, այսպես օդի մեջ խոսույթ կա հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում եւ հայ ժողովրդի տարած հաղթանակի 80-ամյակն է, ըստ էության փառավոր հաղթանակ դարձյալ, որ կարողացան իրականացնել ֆաշիզմի դեմ պայքարում մեր ժողովուրդները եւ այնպես է ստացվել, որ աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով այսօր այդ տոնը նշելը դարձել է մի տեսակ արժեհամակարգի, չգիտեմ, դրսևորման ձև կամ առիթ կամ չգիտեմ, եւ հանկարծ պարզվում է, որ ժողովուրդներից ոմանք, որոնք իրոք մասնակցել են կամ այդ ժողովուրդների իշխանություններից ոմանք, որոնք մասնակցել են այդ հաղթանակին, ինչ-որ սկսում են պայմաններով գնալ Մոսկվա, մասնակցել, չմասնակցել, Երևալ, չերևալ, շատ զարմանալի է, Ալիևը իմացանք, որ չի մասնակցելու, հայտարարեցին, ընդ որում արդեն տեղեկացված է ռուսական կողմը, որ նա չի գնալու, պատճառաբանելով իր հոր անվան հետ կապված ինչ-որ միջոցառումներ կան, եւ այս պայդրությամբ կոնկրետ Փաշինյանը ընդամենը մեկ անգամ բանավոր հավաստիացրեց, որ կմեկնի Մոսկվա։ Մյուս կողմից էլ բոլորս գիտենք, թե ինչպիսի ճնշում կա Հայաստանի վրա այդ միջոցառմանը մասնակցելու պարագայում, խոսքը Եվրամիության հայտարարության մասին է։ Ինչ կունենանք մենք այդ մայիսի 9-ից հետո, ըստ էության, Եվրոպա գնացող Հայաստան, որը մասնակցում է ուրեմն Մոսկվայում շքերթին իր վարչապետի անձով, եւ մյուս կողմից էլ հապկում սառեցված հարաբերություններով մեկը գնում է եւ մասնակցում է նույն այդ հապկի անդամ երկրների համար կարևորագույն այդ ուրեմն հավաքին։ Այստեղ երկվության էլի հարց է առաջանում։ Լավ, այս մարդը պիտի ցույց տա ինչ-որ բան, դիցուկ արժե համակարգի իր, ինչ է ինքը դավանում վերջապես, թե հիմա էլ արդեն եկել է ժամանակը ստվերելու հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Ну, եթե մարդ ասելով նկատի ունեք Նիկոլին, նրան հանգիստ թողենք, որովհետև նրա կարգավիճակը կամ ինչ որ կապված է նրա հետ առավել քան պարզ ու հասկանալի է։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ հարցը ունի երկու կողմ՝ բարոյական եւ քաղաքական։ Բարոյական առումով պետք է գնալ եւ տեր կանգնել մեր ժողովրդի հաղթանակին, հաղթանակը նաեւ մեր ժողովրդի հաղթանակն է։ Վերջո իրավահաջորդ պիտի դառնաս դրա։ Դա մեր ժողովրդի հաղթանակն է եւ այդ հաղթանակը մեր ժողովուրդը կերտել է սովետական բանակի հետ միասին, բանակի շարքերում եւ այդ հաղթանակը Մոսկվայի այսպես հավաքական, հա, հավաքական առումով Մոսկվայի հաղթանակն է, որը որևէ մեկը չի կարող վիճարկել։ Այդ հաղթանակը Լոնդոնի հաղթանակը չի, Վաշինգտոնի հաղթանակը չի, դա առաջնորդին Մոսկվայի հաղթանակն է եւ մեր 300,000 զոհերներ, որոնք որ մենք տվել ենք, այնց հանուն միասնական, պես պայքարի շարքերում ենք այդ զոհերը տվել, նաեւ հանուն Հայաստանի են զոհվել այդ մարդիկ։ Չեխիայի զորքերի շարքերում չեն զոհվել կամ Լիտվայի կամ Լատվիայի, դա սովետական միասնական
հաղթանակի մի մասն է մերը եւ շատ կարևոր մաս, եթե տեսակարար կշռով վերցնենք, հայ ժողովուրդը երևի միայն ռուս ժողովրդին է զիջում իր հերոսությունների սխրանքի բանով քանակով։ Քաղաքական կողմը եւս վիճարկելի չպետքա լինի, որովհետեւ մենք Ռուսաստանի կյանքը ցույց տվեց, որ ինչքան էլ որ լինեն խնդիրներ, ինչքան էլ որ լինեն խնդիրներ, մեր դաշնակիցը, որևէ մեկով փոխարինելի չի, Ռուսաստանի Դաշնությունն է, եւ մենք պետք է մեզ կարողանանք պահել դաշնակցի պես։ Այս վերջին 7 տարիները երևի պետք է արդեն վաղուց դասեղած լինի, էլի մենք կշեռքի մի նժարին դնում ենք դատարկություն, մյուս նժարին դնում ենք հակառուսական ինչ-որ մտածելակերպ, որի արդյունքում տուժվում ենք մենք, ոչինչ չշահելով դրանից, ինչ ենք շահել մենք նույն արևմուտքից, մինչև այսօր որևէ մեկ կարա ասի 7 տարի կորցրել ենք, լինելով պրոարևմտյան, այսպես ասած, հավաքական եմ ասում, խոսքը ոչ ձեզ վերաբերում, ոչ ինձ, ոչ մեր կուսակցությանը, ոչ հիմնական ընդդիմությանը, դիմացը ոչինչ չստանալու, այսինքն իշխանությունները ավանտյուրիստական քաղաքականությունը միայն կորուստի է բերել։ Եվ եթե չես կարողանում քեզ դաշնակցաբար պահել, դաշնակցի պես պահել, հետեւաբար գործընկերներն էլ քեզ այլևս լուրջ չեն վերաբերում, ինչի արևմուտքը լուրջ է վերաբերում Հայաստանին։ Նայում են կողքից, ասում են իրանց պահողը, իրանց անվտանգություն ապահովողը, երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Սրանք մի քանի կոպեկի համար պատրաստ են այդ հիմնական իրանց անվտանգության պարտներին բան անել։ Դες միայն ԵՏՄ-ն արդեն ամեն ինչ ասում է։ Նույն Անգլիայում նստած մտածում են, ասում են, բա սրանք որ պետք է լինի, բա մեզ ոնց կգցեն կամ նույն ամերիկացիք ասում են, լավ, ոնց կարելի է լուրջ վերաբերվել կամ նույն ֆրանսիացիները օգտագործել, խնդրեմ, ինչքան ուզեք։ Բայց արդյոք մենք այն ժողովուրդն ենք, որի իշխանությունը մենք որը պետք է հաշտվի իր իշխանությունների ավանտյուրիստական օգտագործվող քաղաքականության։ Այդ օգտագործման գինն էլ որն է, պահել իշխանության։ Ես կարծում եմ, որ քաղաքական առումով նաև մենք բացի այն, որ ինչպես ասացի, հաղթանակը նաև մեր հաղթանակն է, քաղաքական առումով էլ շատ կարևոր է, որ այդ օրը մեր երկիրը պաշտոնապես կանգնած լինի Ռուսաստանի Դաշնության կողքին, եւ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կողքին, բոլոր այն երկրների կողքին, ովքեր որ կգնահատեն 80-ամյա համաշխարհային, հաղթանակի 80-ամյակի ամբողջ դերն ու նշանակությունը։ Բոլոր այն երկրներն, ովքեր որ կլինեն Մոսկվայում։ Ալիևը չի գնում, ես ուրախ եմ, որ Ալիևը չի գնում։ Անկեղծ ուրախ եմ, որ Ալիևը չի գնում։ Դա գալիս է եւս ապացուցելու են բոլոր բաները, նախկինում արված մեր վերլուծությունները, որ Ալիևը պարտք է մնացել շատ-շատերին Արցախյան օկուպացիայի համար, Արցախն օկուպացնելու համար։ Նույն արևմուտքը օգնել է Ալիևին օկուպացնել Արցախը, եւ այսօր մատաթափ տալիս, ասում են, եթե հայտնվեցիր Մոսկվայում, լավ չի լինելու։ Քաղաքականություն է։ Հետևաբար, եթե Ալիևը չի գնում, ել ավելի հիմնավոր է, որ մենք լինենք այնտեղ։ Եվ իհարկե խոսք կա, որ հայկական զորախումբ անցնի Կարմիր հրապարակով։ Շատ լավ կլինի, այնպես ինչպես 75-ամյակին անցավ, շատ լավ կլինի, որ հիմա եւս անցնեն զորախումբը եւ դրա նորից եմ ասում, դրա բարոյական իրավունքը մեր պապերը վաստակել են։ Ընդ որում հենց առաջին շարքերում պետք է անցնի, ոչ թե ետնապահ։ Առաջին շարքերում հենց այդ շքերթային։ Ես հիշում եմ այն ժամանակ Ադրբեջանի զորախմբից հետո անմիջապես Հայաստանի հայ բնական կարգով անմիջապես Հայաստանի զորախումբն էր եւ թե իր կեցվածքով, թե իր արժանապատվությամբ ադրբեջանական զորախումբ ադրբեջանցիները լավ կանեն մի հատ նավթի բան ինչ-որ տենց մակետ սարքեն տանեն հասկացնեն, ոնց է կոչվում, այդ բենզավոզները դրանցից տանեն, ասեն, էսա մեր մասնակցությունը։ Որտեվ որևէ, այսպես ասած, էական դերակատարություն ադրբեջանցի կոչված ժողովուրդը հավաքական իմաստով մասնակցություն չի ունեցել։ Պարոն Զաքարյան, հիմա
Նաև այս դժվարությունները հավանաբար դեր ունեցան այն բանում, որ Փաշինյանը ազգային ժողով մերեկ կորցրեց ինքնատիրապետումը, իհարկե պատգամավորների հարցադրումներ էին դրա հիմքում, կոռուպցիայի մասին մասնավորապես, բռնությունների մասին եւ այլն, նա ընդհանրապես կորցրեց իր ինքնատիրապետումը եւ գիտեք ինչ, ես հասկացա, որ օգտագործում էր նա մի խոսույթ, մի բառապաշար, ուրեմն պահում էր իրեն այնպիսի վիճակներում, որ անմիջապես հասկացա, որ իրավապահները կոնկրետ այդ մարդու հարցով խնդիր ունեն այսօր, սկսած դատախազից, վերջասած ազգային անվտանգության ծառայությունով։ Ի վերջո երկրի ղեկավարի մասին է խոսքը եւ հիմա ամբողջ աշխարհում այդ կադրերն են տարածվում, բոլոր լրատվամիջոցներն այդ մասին են խոսում եւ խնդրեմ մեզ օրինակ են բերում մեկին, որի մասին Ադրբեջանի նախագահը այդքան վիրավորական բաներ ասել եւ ըստ էության հաստատվում է այդ Ալիևի ասած խոսքերն ըստ էության նա իր պահվածքով հաստատում է։ Հիմա ես որպես լրագրող դա ընկալում եմ այնպես, որ մարդը ուղղակի անելանելի վիճակում է հայտնվել, բառից բուն իմաստով անելանելի եւ ինչ որ լուծում պիտի գտնի այս վիճակից։ Առաջարկենք, եթե որևէ լուծում, որը կլինի դա։ Եթե մենք փորձենք առաջարկել ենք հավաստության հայտնելու գործընթաց, սահմանադրական նորմ, իրավական ճանապարհ, դրա բոլոր քաղաքական հիմքերը կան, հանրային պահանջը կարծում եմ կա, ուղղակի պետք է կազմակերպել, եւ որպեսզի մարդիկ այդ ուղղությամբ արդեն նաեւ համատեղեն իրենց ջանքերը եւ օգնել Հայաստանի Հանրապետությանը դուրս գալ այս վիճակից, միաժամանակ նաեւ օգնել Նիկոլին, որովհետեւ հիմա ինքն էլ շատ լավ հասկանում է, որ սպառել է բոլոր հնարավոր ավանտյուրաները, բոլոր հնարավոր մանիպուլյացիաները, ժողովրդի ճնշող մեծամասնությունը արդեն չի լսում, չի հավատում, կարծում եմ չեն էլ նայում եւ շատ ճիշտ են անում, որ չեն հետեւում Նիկոլի այսպես ասած հրապարակային խոսքին։ Իր պահվածքը առաջին անգամ չի, որ այդպիսին էր, ոչ adekvat պահվածքը խորհրդանում, ցանկացած ուրիշ երկրում, եթե խորհրդանում վարչապետական ներողություն, խորհրդանական երկրի վարչապետը խորհրդանում պատգամավորների մի ամբողջ ֆրակցիայի հետ այդպես պահեր, պատգամավորների ընտրած վարչապետը, այսպես ասած։ Կես ժամ հետո հենց իր կուսակցությունը ներողություն կխնդրեր եւ իր կուսակցությունը կփոխեր իր վարչապետին։ Ցանկացած խորհրդանական երկիր վերցրեք աշխարհում, իհարկե, բան չեմ նոր զարգացող կամ հետընթաց ապրած երկրների մասին չի խոսքը։ Քաղաքակիրթ, քաղաքակրթություն ունեցող ժողովուրդների պետություններից ժողովրդավարության բաստիոն կոչվող, հա։ Ну, ասում եմ, բայց մեր մոտ նույնիսկ որևէ մեկի մտքով չեն անցնում, որովհետև եթե դավաճանության մեջ խորը կասկածվող կառավարության ղեկավարը մինչև այսօր շարունակում է կառավարել, դա բոլորիս խնդիրն է, դա նշանակում է, որ մենք շատ խորքային խնդրեմ ունենք ժողովրդով, քաղաքական ուժերով, բոլորով միասին ունենք խորքային խնդրեմ։ Դա նշանակում է, որ մեկը անտարբեր է, մյուսը լավ չի պայքարում, մյուսը հարմարվել է կոլաբորացիոնիստ է, ինչ որ մի փոքր մանր-մունր շահերով բան անում, մտել այդ դավաճանների իշխանության բանի մեջ, ճամբարի մեջ կամ կողքերն է կանգնած, կողքերին է կանգնած։ Պայքարողներն էլ քիչ են ռեսուրսները չի հերիքում, չեն կարողանում պես բան անել, այսինքն դրա համար եմ ասում, յուրաքանչյուրը իր մասնաբաժին ունի, անտարբերն էլ թեկուզ եւ չի ընդունում Նիկոլի իշխանությունը քննադատում է, բայց անտարբեր է նաեւ process-ի նկատմամբ։ Այն որ ասում է լավ Նիկոլը վատն է, բայց ընդդիմությունն էլ է վատ, երրորդ ուժը նստած տունը սպասում է, թե երրորդ ուժը պետք է դրանք էլ են մեղավոր։ Մի խոսքով բոլորս ենք մեղավոր, մենք էլ ենք մեղավոր, որ այսպես երևի միջև վերջ չեն կարողանում մեր ժողովրդին լավ բացատրել, լավ ներկայացնել,
ահռելի սպառնալիքները, որոնք ապագայում կարող են տեղի ունենալ։ Հա, հիմա Նիկոլն ինչ անում, ինքը սպասում է, որ պետքա բանարվի, հեսա սահմանադրությունը կընդունի, կտանի 26 թվականի ընտրություններից առաջ օրենքներ կփոխեն, սահմանադրությունը ընտրությունները միասին կդնեն, ժողովրդին դեմ կտա պատին, կասի հեսա կամ սահմանադրության ասում ես այո կամ պատերազմ է սկսում։ Եթե սահմանադրությանն ասում ես այո, դա ինձ էլ ընտրի, որ այդ պատերազմը չսկսի։ Դրա համար մենք ասում ենք պետքա գնալ անվստահության հայտնելու ճանապարհով, որպեսզի մենք պետություն ունենանք։ Իսկ Նիկոլը հենց այդ բաները զգալով այդպես նյարդային արդեն վարքադրսել, որովհետև ինքը իրականում վախենում անվստահություն հայտնելու գործընթացի լրջությունից։ Այս պահին դեռ այդ գործընթացը շատ մեծ, այսպես միսուարյուն չի ստացել, դեռ էլ է սահմանավորման, ձևավորման, դեռ էլ է նոր առաջընթացի փուլում է, բայց եթե բոլոր քաղաքական ուժերը եւ նաեւ հանրությունը աստիճանաբար այսպես հավաքվի այդ գաղափարի շուրջ եւ դա դառնա միակ օրակարգային հարց ընդդիմության համար, վստահ եղեք Նիկոլի մտքում նույնիսկ ասենք այդ հիմա որ ասում են 50+1 հավաքելու ենք, այդ արդեն էլ չեն կարողանալու ասել։ Իսկ այս իրավիճակում, եթե մենք գնանք ընտրության, արդեն մոտավորապես նկարագրեցի ինչ անելու։ Էլ չեմ ասում կեղծիքների, նոր ռեպրեսիաների եւ մնացած ամեն ինչի մասին։ Պարոն Զաքարյան, մենք չեմ կարծում, որ ունենք խորհրդանում այնպիսի ընդդիմություն, որը դեմ է այդ ձեր նշած ճանապարհին, եղան հայտարարությունները, լսեցինք, թե Հայաստան խմբակցության, թե Պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունները լսեցինք, նաև տեսանք իշխանական падգամավորների վարքագիծը դրա հետ կապված թղթերը պատռել կամ չգիտեմ ինչ էքսցենտրիկ հայտարարություններ անել, հիանալ Փաշինյանի կառավարությամբ, ասելով որ նա փայլուն է կառավարում եւ այլն, այս բաները բոլորս գիտենք։ Այսինքն իրավիճակը պատկերացնում ենք որպես ներկա այդ իրողությանը ներկա մարդիկ։ Բայց տեսեք, օրինակ Հայաստան խմբակցությունը այնպես ինչպես կազմակերպվեց այս գործընթացը, առաջին քայլերը գործընթացի, դա նաև գնահատեց որպես թիրախավորման կոնկրետ Հայաստան խմբակցության թիրախավորելու գործընթաց, որտեղ կազմակերպման գուցե ձևը չէր ճիշտ կամ հարվածները ճիշտ չէին ուղղված, ըստ էության դու ուզում ես իմպիչմենտի ենթարկել կառավարությանն ու վարչապետին, բայց հանկարծ պարզվում է, որ այստեղ ամեն ինչ չես նախապատրաստել, նախապես բան չես արել բոլոր հարցերը կարգավորել, եւ այնտեղից եղավ հայտարարություն, որ դա թիրախավորում էր Հայաստան խմբակցությանը։ Հիմա ես կուզեի իմանալ նաեւ ձեր կարծիքը կամ պատիվ ունեմ խմբակցության իմաստով այդ նույն հարցի հետ կապված արդյոք թիրախավորման զգացողություն չեղավ պատիվ ունեմ падգամավորների մեջ։ Ոչ, այսինքն հարցը որպեսզի ավելի ճիշտ հասկանամ, ովքեր են թիրախավորում եւ ում են թիրախավորում։ Այո։ Ըստ ձեզ հարցի մեջ ոնց է, այսինքն Հայաստան Ես էլ եմ ասում, կազմակերպիչների մասին էր խոսքը, հենց առաջի քայլերը, որոնք այսօր կան, դե տեսեք դուք ասում եք դեռ միսուարյուն չի ստացել, դա դեռ կլրջանա։ Այ դա շատ լավ է, որ իհարկե որ դուք հույս ունեք, որ սա կլրջանա եւ անելու ենք որ լրջանա։ Ահա, կասնի իր նպատակին։ Բայց մյուս կողմից կա Հայաստան խմբակցության այդ մտավախությունը, որ առայժմ գոնե հիմա կամ հենց այդ իմպիչմենտի նախաձեռնողների Facebook-յան գրառումները բաներ, որոնք նայում ես ամբողջ ուղղված են 107 падգամավորներին, ընդդիմության падգամավորներին, եւ ես էլ ուզում եմ հասկանալ, արդյոք պատիվ ունեմը թիրախավորման զգացողություն չունի այս ամբողջ process-ում։ Ոչ, անկեղծ ասեմ, մենք չենք համարում, որ Նիկոլին հեռացնելու որևէ գործընթաց թիրախավորումը պատիվ ունենի։ Առավել եւս չենք համարում, որ Նիկոլին հեռացնելու որևէ գործընթաց կարա թիրախավորի ամենամեծ խմբակցությանը։ Ինչի, երբ որ այդ խմբակցությունից է կախված գործընթացի հաջողությունը։ Հայաստան դաշինքը եթե չուզենա, այդ գործընթացը կձախողվի։ Հետևաբար կազմակերպիչների տեսանկյունից նայենք,
ինչն է բանը իմաստը թիրախավորելու։ Այսինքն եթե Հայաստան Դաշինքի մեր գործընկերները հաստատակամորեն անընդհատ ասել են, ասում են եւ ասելու են, ես ամբողջությամբ հավատում եմ այդ անկեղծությանը, որ իրանց պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ է, հետեւաբար այդ կաշկանդվածությունը այս գործընթացից, որ իբրև իրանց թիրախավորում է նշանակում, ես չեմ հասկանում, ես դա համարում եմ արհեստական կներեք բառիս համար, բայց խուսափողական մոտեցում, եթե դա իրոք համոզված են, որ հենց նպատակը թիրախավորում են պատճառները, պաշտպանական մոտեցում, չէ, պատճառ չկա, ժողովրդի գեներացիայի հարցը, մյուս այլ հարցերը, նույն հենց ընդդիմության ձայների, ներողություն, իշխանության ձայների հարցը, ով պետք է անի, եթե ոչ մենք բոլորս միասին Հայաստան Դաշինքի հետ միասին։ Դե փորձում են, հիմա տեսեք, վարչապետը իրեն ինչպես է պահում այնտեղ։ Դե հենց դրա համար եմ ասում, վարչապետը հասկանում է, որ այս գործընթացը կարա լրջանա, եւ դա իր համար կատաստրոֆիկ բան է, հեռանկար է։ Դա ինքը ամեն կերպ փորձելու է հասնել 26 թվականին։ Նիկոլի բանը միակ նպատակը 26 թվականի ընտրություններին հասնելն է։ Ամեն կերպ օգտագործելով ամեն ինչ։ Եվ մեր նպատակն է այնպես անել, որ Նիկոլը գործընթացը չհասնի 26 թվականի ընտրություններին եւ ճանապարհին միտեղ կանգ առնի, դա կլինի 2 ամիս հետո, թե 7 ամիս հետո, թե 8 ամիս հետո, դա կախված է գործընթացի նկատմամբ բոլոր քաղաքական ուժերի վերաբերմունքի լրջությունից։ Ինչքան լուրջ վերաբերվենք, ես վստահ եմ, բավարար մեր հասարակության արդեն իսկ մեծ մասը երևի թե կողջունի իշխանափոխությունը, բայց քանի որ արդեն իսկ անհաջող փորձեր եղել են, ու անհաջող ոչ թե բուն process-ն է եղել անհաջող, այլ այնուամենայնիվ արդյունքին չենք հասել։ Դա մեզ էլ է վերաբերում։ Սա շարժումներից վերջացած 21 թվականի ընտրությունները։ Դա մեզ էլ է վերաբերում, մենք էլ ենք այդ գործընթացի մաս եղել, չստացվի որ ինչ որ մեկին կամ կազմակերպիչներին անում են։ Մենք էլ ենք համարում, որ այո, մենք էլ ենք մասնակցել, ամեն ինչ արել ենք, որպեսզի հաջողության հասնի, բայց չենք հաջողել, չի ստացվել։ Հիմա հասարակությունը ասում է, որ եկեք մեզ վստահ ասեք, որ հիմա որ դուրս գանք փողոց ձեր կողքը կանենք, այլ հասարակությանն է պետք, հասարակության նախապայմանն է պետք լսել, իսկ անվստահության գործընթացը կարծում եմ, որ բոլոր process-ները զուգահեռ անվստահության գործընթացի ընթացքում հասարակությունը պետք է տեսնի, որ падգամավորները եւ ոչ միայն падգամավորները, այլ նաեւ քաղաքական ակտիվ հանրությունը, քաղաքական ուժերը լրջորեն զբաղված են այդ գործընթացով։ Շատ լավ։ Եվ Հայաստան Այդ դեպքում հասարակությունը վստահ եղեք, մարդիկ առաջին իսկ կանչով դուրս կգան փողոց եւ շատ կազմակերպված ու շատ գիտակից ձևով կգնան քաղաքական ուժերի հետևից, տանող ուժերի հետևից։ Եվ Հայաստան Դաշինքից եղավ այսպիսի խոսք հայտարարություն, որ հանրապետական կուսակցության գործընկերները կարծես ունեն ծրագիր 25 թվական մինչև արտահայտ ձևով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հետ կապված եւ իրենք պատրաստ են այդ ծրագիրը քննարկել հանրապետականի գործընկերների հետ եւ փորձեն կյանքի կոչել։ Կարող եք որոշ ընդհանուր գծերով այդ ծրագրի մասին խոսել։ Կա դա թե ուղղակի հայտարարություն։ Ծրագիրը չէ, ծրագիրը իհարկե կա, ծրագրի մասին խոսենք ոչ թե հրապարակային, այլ կազմակերպական, այո, կազմակերպական շրջանակներով։ Դրա մեջ կարող են ներառվել նաև մեր գործընկերների առաջարկները, նաև ժամանակը որոշակի, այսպես ասած, կորեկցիոններ կարող անել այդ գործընթացի մեջ, բայց առանց ծրագիր շարժվել առաջ հիմա շատ սխալ է, բախտի կմաչուկին կամ սպասողական վիճակով առաջիկա համապետական գործընթացների բանով, հա, նկատի ունեմ ընտրությունները։ Մինչև այդ դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ նոր սպառնալիքներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ընդհանրապես տարածաշրջանում, գնալով շատ ավելի բորբոքվում է
մեծ եւ փոքր տարածաշրջաններ, ոչ մեկ չգիտի Հնդկաստանի եւ Պակիստանի զարգացումներն ուր կարող են հասնել բախումները, ոչ մեկ չգիտի Մերձավոր Արևելքում ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայի շուրջ, Իրանի շուրջ, իսկ այդ ամբողջը մեր շուրջն է, այդ ամբողջը ուղղակի եւ անուղղակի մեզ առնչվում։ Իսկ մեր թշնամին, որի հետ Նիկոլն ուզում է բարեկամություն անի, բացի թշնամանքից մենք բան չենք տեսնում։ Նորից գիշերը էլի Գորիսի շրջանի մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները անհանգիստ են քնում։ Իսկ ես անկեղծ ասեմ, երբ որ մեր սահմանամերձ գյուղերում բնակիչներն անհանգիստ են քնում, Երևանում շատ դժվար է հանգիստ քնելը։ Գիտակից մարդկանց, վստահ եմ, մեր բոլոր գիտակից մարդիկ հաստատ հանգիստ չեն քնում, երբ որ դու մտածում ես, որ այնտեղ կրակում են կամ ինչ որ մարդիկ պարկած հանգստանում են եւ լսում են կրակոցի ձայներ։ Չի կարելի հաշտվել այս իրավիճակի։ Այդ կրակոցի ձայները շատ հանգիստ կարող են վերածվել նոր ռազմական ագրեսիայի, գործողության կամ դիվերսիայի կամ ինչ որ բանի։ Այսինքն այդ ճնշման, այդ հոգեբանական ճնշման, ստորացվածության, այդ նսեմացվածության, այդ անընդհատ կախյալ վիճակը չի կարող հանգիստ տալ քո պետության զարգացման մասին մտածելու համար։ Իսկ Նիկոլից այլ բան չի կարելի սպասել։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ու ամենայն հավանականությամբ այդ մարդիկ կրթություն, գիտելիք չունեն, դրա համար են երևի, որ սենց նստած սպասում են, որ հեսա Նիկոլը մի բան կա։ Նիկոլը բացի վատ բանից լավ բան չի անելու։ Բոլոր նորմալ մարդիկ, գիտակից մարդիկ հիմա մտածում են Նիկոլին փոխելու մասին։ Եթե դավաճան չես, եթե դավաճանական զգացումը չունես ու չես ուզում պատժվել, եթե ԿՊ-ի խմբակից չես եւ բախտի կմահաճույքով չես հայտնվել իշխանության բարձր բաներում օղակների վրա, ուրեմն քո համար հայրենիքը կարևոր է։ Իսկ եթե հայրենիքը կարևոր է, պետք է մտածել Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանությանը շուտապույտ իշխանազրկելու մասին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք, սիրելի բարեկամներ։